Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով, այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է $1 միլիարդ անդամավճար վճարել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան աբսուրդային է անվանել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունն այն կապելով նրա պրոռուսական հայտարարությունների հետ։ Ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղված հայտարարության համար քրեական հետապնդումն ինքնին աբսուրդային է, ասել է Զախարովան։ Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդանի վարչական շենքի հարակից տարածքում հուշարձանի տեղադրման համար։ Եվրոպայի խորհրդանի վարչական շենքի հարակից տարածքում հայոց այբուբենի հուշարձանը տեղադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրախորհրդանի նախագահի հետ։ New York Times-ը գրում է, որ Թրամփը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համաձայնեցրել են Գրենլանդիայի վերաբերյալ ապագա գործարքի շրջանակը կղզին մնում է Դանիայի ինքնիշխանության ներքո, սակայն ԱՄՆ-ն այնտեղ ռազմակայաններ կառուցելու իրավունք է ստանում։ Խոսքը Կիպրոսյան սցենարի մասին է, որտեղ Բրիտանիան ունի սեփական ռազմաբազաներ, որոնք համարվում են բրիտանական տարածք։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանյան Ինտերի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը շուտով հասանելի կլինի նաև հայ ընթերցողին, այս մասին հայտնել է ինքը ֆուտբոլիստը Նյումեգի եւ Ինտերի մամուլի ծառայության միջոցով տարածած հաղորդագրությամբ։